Ինչի սարվեստ է, չէ՞։ Նա կոչում է։ Ապա ես եմ պատկերացնում մի մարդ, որ աշխատում է երկար տարիների ստեղծագործում է հայրենիքի։ Երկրորդը գալիս է, որը ոչ մի Սայատնովա ելքելով կներեք մի բաներ դարքախոսի եւ առիվեսին պիտի հեռանա։ Թեկուզ Էմինում ինձանը Թուրքիայի տակ ներկայացնել միևնույնն է քվեարկելու Թեկուզ Հայաստանը չներկայացնել, Թեկուզ Թուրքիան ներկայացնել եւ առիվեսը ինչքան չի Հայաստան ոնց գնան իրանք քվեարկենք իրանք սիրում Հայաստան Ուղղակի այսպիսի լուրեր է գնում, որ մենք ենք կազմակերպել, մենք չենք կազմակերպել, գնացեք։ ինտերնետում այդ մեկ մի բան է, Հիմնական եկել են իրենց կողոպը արտահայտել։ Ես մենք նոր մտանք, մեզ ասացին, որ YouTube-ում կա իրենց ինչ-որ տեսա այնտեղ իրենց նյութը, որ այստեղ եղել է 3-14-ի ելույթը։ Եկել են։ Մենք ինքը պիտի հաղթանակով գնա։ Ապրես, այդ դենց համարցակ ապրես, վայրաչապես բայց չի ամաչում այդ եւ առիվասը։ չի ամաչում։ Չի ամաչում, որ իրան ժողովուրդը չի ընտրել եկել այն ինտերվյու։ Չէ, դե ասեմ Իրանի կողմից ասած, Ոչ թե Կավալերյանը լսելով իր ժողովրդական երգերը, որոշեց որ պետք է նրա համար երգ գրի, բայց Պաչիմուտը գրեց հունական, թուրքական, պորտապարային երգ։ Դե շատ կարծիքներ հնչում, որ Ռուսաստանից հայ իրավունք ունի ներկայացնել, համաձայն եք դրա։ Ես համաձայն եմ ինքը նույնիսկ չկարողացավ միաժամանականություն վերագրացնել հայերեն լեզվով։ Երկրորդը, բացահայտ իր երգը հունական թուրքական մոտիվներն են, եթե իհարկե մեկը մերժողի երաժշտություն հասկացել։ Նույնը ես կարամ ասեմ, ես Ռազմիկ Ամյանի երգել եմ, համար թուրքական մոտիվներ եւ Սոնյայի երգը եւ Աշոտ Հայդարյանի թուրքական երգը թարգմանել։ Ինքը ասում է, որ ինքը Կավալերյանը լսելով իր ժողովրդական երգերը գրեց իր համար այս երգը։ Լսելով իր ժողովրդական որոշների Չեք դնում սկալ Եվրոտեսլում Հայաստանը հույս դնելով սպյուրքի ձայների վրա, որը թարգում է սպյուրքի ներկայացուցիչների համար։ Ճիշտ է այդպեսի հիստերիա բացել սպյուրքի հայերի վրա։ Ներկայացուցիչ իրան չի կարելի համարել, ինքը լրիվ ինքը ամենչով հույս է, կարեք ինձ ասեք ինչով է։ Եթե ինքը ընդհանրապես Հայաստանում ածնվել, իր մայրը հայ է, բայց ինքը ստեն ոչ ստեղծագործել է, ոչ իրան ինչ-որ մեկը ստեղ ճանաչում է, ինչ-որ պրոդյուսեր որոշել է Շարվազնավերը կներեք ստեղ չի ստեղծագործել, բայց իր հայրենիքի մասին չի մոռացել, ամբողջ կյանքում իրա, ինքը գոնե մեկ է հիշում է, գալիս է Հիմա գիտեք Մեկը մի բան ասել, ես արտասվեցը կարդացել եմ, ինքը ասեց, որ իրանք ուսիկ է դողի պրոդյուսեր առաջարկել է համարակետի, ես համարում եմ, որ ավելի լավ է, մեր հայ ազգակիցը գնա արտասահման։ Բարեբասովակ կանգնեց ելույթ այդ երգչուհին։ Դասակ ոնց գնահատեցին, երբ որ ասացին ինքը բարելով երգեր։ Այսինքն մեր շոուի է, պետք ոչ թե ինչ-որ կանգնած երգեր։ Մեր շոուը շեբարիվասից չասեցել։ Եթե հայ համար 3 ամիս է եկել է Հայաստանում պտտվում է, գիտի եկա որ կա, իսկ Էմին իր ամբողջ կյանքում ծառայել է հայ ժողովրդին։ Բայց չի հասել։ Երեխեք այսօր առավոտ զանգել եմ ես վիվասել, օպերատորին խոսել է, ես իրան ասացի, որ մեր SMS-ները մենք ուղարկել ենք, տեղ չասել, ինք ասեց համարներ ասել, ուրիշ շարք համարներ եմ ասել, ու ինք ասեց ներողություն, բայց այդ համարներից նույնիսկ զանգ չի կատարվել։ Մենք երեք տեսանք, որ սերվերը 30 վայրկյանից հետո չի աշխատել, համակարգը ոչ մի կերպ չի աշխատել։ Մեր ներկայացուցիչն եղել են դեղ, ինքը միջամտել է, որ մենք կանգնացնենք SMS-ը, որովհետև չի աշխատում համակարգը։ Կամ հետաձգել ասենք որոշ ժամանակ, ասեմ 10 վայրկյան, 20 վայրկյան կամ 10 րոպե ընթացքում, քանի որ մենք ուղիղ եթերում ենք, մենք բոլորս կարող ենք հայտնենք, որ համակարգը չի աշխատում։ Եվ մենք Հայաստանում ենք։ Մենք չունենք այն կապը, այն ամեն ինչը չունենք, որ ասենք մեր ապահովի։ Եթե ասենք մենք չենք ասում կեղծիք ա եղել, թող լիներ աշխատող։ Եթե իրանք չեն կարող ապահովել դա,
թող չանեն SMS։ Արդյունքներն եղել է 1400, մոտ 1400 SMS, 1800 եղել է Ռազմիկամյան, 6000 քանից Էվարևս։ Մասնակից կա, որ ունի 4 SMS։ Դա ռեալ չի։ Մենք սպասում ենք բոլոր արդյունքներին, որ մենք ունենանք հստակ ապացույցներ, ինչև չունենանք ապացույց, այս երկրում անհնար է ապացույցը։ Հստակ ապացույցներ մենք երկրորդ ընթացքում կունենանք։ Նույն կունենանք 3 օպերատորների արդյունքները, ուրեմն մենք առավոտյան արդեն քննարկենք բոլոր արդյունքները, հրապարակենք։ Մամուլի արդյունքները մենք բոլորին հայտնենք։ Я очень возмущена, почему надо было приглашать из других республик. Почему не наших девочек представить? Потом я сама послышала, я захотела выбрать тот голос, который мне нравится. Почему мне не дали этой возможности? Я голосую за ту личность, которая мне понравилась. Мне, кстати, это ваша девочка, я не знаю, как ее зовут, 9 номер. Понравился голос, но оно не для Евровидения, оно не шоу, оно не зажигало меня. Меня зажгла Эми. Я голос дала Эми. Почему эти голоса не должны были посчитаться?